Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր հունիսի 2։ Խաղաղություն Աստծո հետ։ Տեր Հիսուսը մահացավ խաչի վրա, գնելով Աստծո հետ խաղաղությունը մեզ համար, եւ հիմա նա երկնքում է մեզ համար եւ մեր մեջ այդ խաղաղությունը պահպանելու համար։ Քրիստոսի միջոցով Աստծո հետ ունեցած մեր խաղաղությունը տարբերում է մեր հավատքը մյուս բոլոր կրոններից։ Բոլոր կրոններում, բացի քրիստոնեությունից, մեղքի հարցը երբեք չի լուծվում։ Մեղքի տիրապետությունը պարզապես չի ոչնչանում, հետևաբար խաղաղություն չի կարող լինել։ Խաղաղություն չկա, ասում է Տերը, ամբարիշտների համար։ Եսայի 48:22 խոսք։ Այնուամենայնիվ, մենք ունենք Աստված, որը խաղաղություն է տալիս ներելով մեղքը։ Տեր Հիսուսը եկավ երկիր խաղաղություն բերելու անհանգիստ եւ զարհուրած մարդկությանը։ Ինչպես է Տեր Հիսուսը պահպանում Աստծո խաղաղությունը ինձ համար։ Նա դա անում է 3 կերպով։ Առաջին, Քրիստոսի արյունը վերացրեց իմ մեղքի հանցանքը։ Այս իմաստով Պողոսն ասում է. «Վասնզի նա է մեր խաղաղությունը»։ Եփեսացիս 2:14 խոսք։ Տեր Հիսուսն իր արյունով խաղաղություն հաստատեց ինձ համար։ Երկրորդ, Քրիստոսը պահպանում է իմ խաղաղությունն ու ուրախությունը հավատքի մեջ։ Եվ հույսի Աստվածը լցնի ձեզ ամեն ուրախությունով եւ խաղաղությունով հավատալու մեջ, որ հույսով ավելանաք Սուրբ Հոգու զորությունովը։ Հռովմայացիս 15:13 խոսք։ Եվ երրորդ, Տեր Հիսուսը ինձ ուրախացնում է գալիք փառքի հույսով, եւ պարծենում ենք Աստծո փառքի հույսովը։ Հռովմայացիս 5:2 խոսք։ Երբ Տեր Հիսուսը համբարձվեց երկինք, նա պարզապես չէր վայելում Աստծո տված փառքը, ոչ, նա գնաց Հոր մոտ պահպանելու այն դժվարությամբ նվաճված խաղաղությունը, որը նա նվաճել էր մեզ համար Գողգոթայում։ Պարզ ասած, վախից զերծ կյանքը դա կյանք է լցված նրա խաղաղությամբ։ Մեր Փրկիչն այժմ կենդանի է իր փառքի մեջ, եւ նա եւ լիովին Աստված է, եւ լիովին մարդ։ Նա երբեք չի հրաժարվել իր մարդկային կերպարանքից։ Մեր մարդը, հավերժության մեջ լինելով, շարունակ գործում է եւ ապահովում, որ մենք երբեք չկորցնենք այն խաղաղությունը, որը նա տվեց մեզ, երբ համբարձվեց։ Երբ նա կրկին գա, նա ուզում է, որ մենք անբիծ եւ անարատ գտնվենք նրա առաջին խաղաղության մեջ։ 2 Պետրոս 3:14